Այս շարժումը սրբազան պայքարը քաղաքակրթական փոփոխություն, արժեքների փոփոխություն բերելու մասին է։ Իր շաբաթօրյա ելույթում ասաց Բագրատ arczepiskopos Գալստանյանը, հավելելով, որ սրբազան պայքար շարժումը հային իր բուն արմատին ինքնաճանաչողությանը վերադարձնելու մասին է։ Բագրատ Սրբազանը նշեց, չնայած որ այն քաղաքական ենթաշերտ ու քաղաքական լուծում է պահանջում, բայց միթե այդ ամբողջի ուղերձը չկա Սուրբ գրքում։ Հիշեցնելով, որ քաղաքական լուծումների դրվագների բազմաթիվ պատկերներ ունի Աստվածաշունչ Մատյանը։ Սրբազան պայքարի առաջնորդը նաև հիշեցրեց բոլոր նրանց, ովքեր այս կամ այն ճանապարհով հարցադրումներ կատարելով կամ կիսահեգնական ճանապարհով փորձում են մեր կյանքն իրենց նեղ միջավայրից տեսնել, որ մեր կյանքն ավելի մեծ է, քան այդ սահմանափակ նեղ միջավայրը, որից մեր մտածողությունն ու ուղեղը դուրս չի գալիս։ Մենք ավելի վերից եւ հեռվից ենք տեսնում մեր իրական դժվարությունների եւ դժբախտությունների պատճառը կամ մեր դժբախտությունների եւ դժվարությունների իրական պատճառը։ Դա հենց այդ քաղաքակրթական, հոգևոր բարոյական հիմքի խարխլված լինելը, ես չեմ ասի չունենալը, խարխլված լինելը։ Այո, եւ մեր խոսքերը, քարոզները ամբողջությամբ հիմնված են եղել հենց այդ արժեքի վրա։ Բագրատ Սրբազանը նշեց, որ ովքեր հասկացել են, ըմբռնել են, ցանկություն են ունեցել, նրանք կարողացել են ընդունել, սեփականացնել, խորությամբ պատկերացնել եւ այդ ուղղությամբ էլ գործել։ Ովքեր չեն ցանկացել, մնացել են պարզապես իրենց նեղ սահմանափակ ճակերտավոր գիտելիքի շրջանակում, ոչինչ չանելով։ Մենք ապրում ենք ճահճային իրականության մեջ։ Եվ ես հանձն եմ առել հրաժարվելու ապրել այդ ճահճային իրականության մեջ։ Եվ հակառակը հանձն եմ առել նաև իմ բաժնով եւ իմ չափով, ինչպես եւ ինձ հետ շատ մարդիկ միջայլոց այս մասին կասեն, հանձն են առել հրաժարվել ապրելու այս ճահճային իրականության մեջ, հանձն են առել չորացնելու այս ճահիճը եւ այն վերածելու դրախտի, վերածելու այնպիսի մի միջավայրի, որտեղ մարդիկ ի վերջո կարողանան հանգիստ խղճով ապրել։